Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես, Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրենը։ Մեկնաբանելով Եվրոպական միությանն անդամակցելու Երևանի մտադրությունը, նա նշել է, որ որոշակի պահի Եվրամիության ղեկավարությունը Հայաստանից լիակատար քաղաքական համերաշխություն կպահանջի, այդ թվում Բրյուսելի հակառուսական ուղղվածության հետ։ Հուսով եմ Երևանում իրենց հաշիվ տալիս են, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջները բավարարելու դեպքում ԵՄ անդամակցությունը չի երաշխավորվում, ընդգծել է ռուս դիվանագետը։ Միևնույն ժամանակ Բրյուսելում արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Միրզոյանը անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի վերաբերյալ հարցին, նշել է, թե ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև մենք արդեն կատարել ենք։ ԱԳՆ-ից հայտնում են, թե քննարկմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ առկա ձեռքբերումներին։ Ադրբեջանում էլեկտրահաղորդման գիծ են կառուցում, որը Հայաստանի տարածքով կհասնի Նախիջևան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքուն այսպիսով ցանկանում է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրաէներգետիկ համակարգին։ Հայաստանից մինչև Նախիջևանի գծի երկարությունը կկազմի 44 կիլոմետր։ Իդեպ այդ գիծը նաև ոչ երկիմաստ անվանում ունի՝ Զանգեզուր։ Նշվում է, որ գիծն անցնելու է Արաքս գետի երկայնքով, իսկ մի շարք հատվածներում լեռնազանգվածների ու ժայռերի միջով։ Նախագիծը, որը հայտարարվել է որպես Ադրբեջանի պատմության մեջ խոշորագույն էներգետիկ ծրագրերից մեկը, նպատակ ունի Նախիջևանի ինքնավարությունը լիովին ինտեգրել երկրի միասնական էներգահամակարգին։ Բաքվի նպատակների թվում է վերացնել ինքնավարության կախվածությունը արտաքին աղբյուրներից և եվրոպական էներգետիկ շուկաներ դուրս գալու հնարավորություն ստեղծել։ Միջազգային անցուդարձից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, թե Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային կամ ցամաքային տարածքն օգտագործվի հարևան Իրանի դեմ։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն է հայտնում։ Միաժամանակ Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ։ ԱՄՆ կառավարության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում տարածաշրջան է մտել ռազմածովային ուժերի 6-րդ ականակիրը։ Ըստ լրատվամիջոցի, Իրանի մոտակայքում ներկայում տեղակայված է նաև մի ամբողջ տորմիղ, այդ թվում Աբրահամ Լինքոլն ավիակիրը։ Ավելի վաղ Թրամփը True Social ցանցում նշել էր, որ հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան և Թեհրանին կոչ էր արել գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Իր հերթին Իրանը բազմիցս հայտարարել է հավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների իր պատրաստակամության մասին, բայց նաև ընդգծել, որ իրենք պատրաստ են վճռականորեն արձագանքել ցամաքում, օդում կամ ծովում ցանկացած ագրեսիայի։ Եղանակի մասին։ Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից հունվարի 31-ի երեկոյան ժամերից հերթական ցիկլոնը կմոտենա ու երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը։ Հիդրոօթերևութաբան Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանրապետության առանձին շրջաններում այդ օրերին տեղումներ կլինեն, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև քամու ուժ գնացում, ինչպես նաև բուք և ցածր տեսանելիություն կլինի։ Այդ ցիկլոնն իր հետ տաք օդային հոսանքներ է բերելու և վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը օդի ջերմաստիճանն այս օրերի համեմատ կբարձրանա 7-ից 8 աստիճանով։ Այսքան այս ժամին մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Կհանդիպենք։